Փոքրիկների ձեռքերով ու մանկական հոգով կոմպոզիտորների միության տանը դաշնամուրային երաժշտություն է հնչում։ Երաժշտական դպրոցի 90-ն այստեղ են հնչեցնելու դիրիժոր Արամ Սաթյանի ստեղծագործությունները, հենց իրենց համար գրված ու իրենց նվիրված։ Մենք պետք է կարողանանք մեր մշակույթը տարածել։ Սա երևի այն ճանապարհներից էր, որը իմ կարծիքով կարող էր նպաստել հայ երաժշտության տարածմանը։ Նոեմի Բաբախանյանն արդեն 1 տարի դաշնամուր է նվագում։ Դաշնամուրի հնչյուններին սիրահարվել է առաջին իսկ պահից, սա նրա երկրորդ համերգն է։ Ուզում եմ երաժիշտ դառնալ։ Երբ առաջին անգամ դաշնամուր նվագեցի, ինձ դաշնամուրի մեջ դուր եկավ հնչյունները, երաժշտությունը։ Դաշնամուրային 4 ստեղծագործություն 10-ամյա Վարվարյան հանդիսատեսին փորձառու երաժշտի պես մատուցեց։ Իր կատարածներից ամենաշատը տխուր հեքիաթն է հավանում։ Տարբեր նյուանսներ մի ստեղծագործության մեջ, տարբեր եղանակներով։ Ֆուգետա, Բարկարոլա, Մելամաղձոտ վալս։ Բոլոր 27 ստեղծագործությունները հնչեցին, ներկաներն էլ ծափահարություններով ողջունեցին։ Արամ Սաթյանը 3-րդ հատորի մասին է մտածում։ Մի քանի ստեղծագործություն արդեն գրել է։ Վիտալի Գրիգորյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։